Բարի լույս սիրելի հեռուստադիտող, մեր հաղորդման ընթացքը շարունակվում է եւ այժմ խոսելու ենք սպորտի մասին։ Շաբաթվա ընթացքում հայ կանանց մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպման մասին խոսում գրում էր թե հայկական, թե միջազգային սպորտ աշխարհը։ Խոսքը Հայաստանի ֆուտբոլի կանանց առաջին լիգայի Արարատ Նոա հանդիպման մասին է, որտեղ Նոան 36-0 հաշվով հաղթեց Արարատին։ Սա իհարկե որպես նորություն ներկայացրեցինք եւ մեր գեղեցկուի հյուրերի հետ բոլորովին կապ չունի, թեպետ խոսելու ենք սպորտից, միամսյակը դեռ եռում է եւ չունենք մարզիկ գեղեցկուհիներ դեռ այս ընթացքում, այնպես որ այդ բացը հիմա լրացնելու ենք։ Թունիկ աղջիկներ ֆուտբոլիստուհի Թյունիկ ֆուտբոլի ակումբի ակադեմիայի մարզիչ Մարինե Կարապետյան, բարի լույս, եւ Թյունիկ աղջիկներ ֆուտբոլիստուհի ազգային հավաքականի թեկնածու Անի Կարապետյան, ձեզ էլ բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալ ենք։ Չենք ունեցել, ինձ թվում է, այս շրջանում ֆուտբոլիստ ընդհանրապես չենք ունեցել, բայց հաճելի է, որ այս միամսյակի շրջանում հենց աղջիկ ֆուտբոլիստներ են։ Թույլտվեք շնորհավորել ձեզ իհարկե միամսյակի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Հետաքրքիր է, քանի որ ինքս Զիանայի համար բացահայտում էր, զբաղվել եմ ֆուտբոլով փոքր ժամանակ, բայց չեմ շարունակել։ Հետաքրքիր դուք ինչպես եք սկսել, մի փոքր այդ մասին կուզեմ պատմեք։ Դե ես դրսում խաղալով եմ սկսել Բաքում տղաների հետ, հետո արդեն կամանց դպրոցի առաջնություններով բացահայտվեց, որ կա կանանց ֆուտբոլ Հայաստանում, որ ինձ շատ ուրախացրել էր։ Հիմնականում ինձ թվում է շատերիս մոտ հենց Բաքից է սկսել էլի տղաների հետ խաղալով։ Ու ընթացքը արդեն հա։ Նաև Անի, Իմ մոտ էլ այն է եղել ու նաև նշեմ, որ եղբորս հետ եմ շատ խաղացել։ Հետո դպրոցական առաջնությունին մասնակցելուց հետո բացահայտեցի, որ կա կանանց ֆուտբոլ ու ես շատ ուրախացա, որովհետև իրականում ես շատ ուշ եմ սկսել ֆուտբոլը, 15-16 տարեկան էի, նոր իմ քայլերը արել եմ, բայց շնորհակալ եմ, որ բայց մայրիկները չէին ընդդիմանում, եկեք խոստովանեք։ Իմ առումով ոչ, որովհետև ես շատ սպորտաձևերի եմ գնացել, առաջինը կարատեն ա եղել, որը մամաս շատ ա ուզեցել, որ ես գնամ, միշտ ասում էր պետք է աղջիկը իրան պաշտպանել իմանա, շատ եմ սիրել կարատել, բայց զգում էի, որ իմը չի, բայց ֆուտբոլը տեսակ իմ հոգուն հարազատ սպորտաձև է ու շատ եմ սիրում։ Իսկ ցես այսօր հասարակությունը ինչպես է ընդունում, որ աղջիկները պրոֆեսիոնալ ձևաչափով զբաղվում են հենց ֆուտբոլով, ինչպիսի կարծիքների եք հանդիպում։ Տարբեր։ Հիմնականում ցավալին է նա, որ հասարակությունը տեղյակ չի, որ Հայաստանը ունի կանանց ֆուտբոլ, բայց նախկինում ավելի շատ դժվար էր։ Նախորդ հարցը ես պատասխանեմ, որ շատ կարծրատիպեր կան, որ կանանց ֆուտբոլ, կանայք չեն կարող ֆուտբոլ խաղալ ու շատ խոչընդոտներ ա եղել նաև իմ կարիերայում, իմ սկզբնական քայլերում, բայց իմ ընտանիքը շատ է ինձ աջակցել ու շնորհակալ եմ նաև իրանց։ Կանայք ֆուտբոլ իհարկե խաղալ կարող են, բայց այս տեսանկյունն ու դիտանկյունը փոխվում է այն ժամանակ, երբ դա դառնում է մասնագիտություն, այլ ոչ թե ազատ ժամանակ պարզապես սպորտով զբաղվել։ Ինչպես են դրան վերաբերվում։ Նախ կանանց ֆուտբոլը ինչ այսօր ինչ տեսք, ինչ դիրք ունի մեր հայկական սպորտ աշխարհում, ինչ աջակցություն է ստանում, սրա մասին ավելի խոսենք, այո, նաև խոսել ես բան։ Դե իրականում հիմա ավելի լավ վիճակում ա գտնվում, քան առաջ։ Հիմա ավելի շատ ուշադրություն են դարձնում, թե ակումբի կողմից մեծ ուշադրություն կա, թե ոնց ասեմ, շատ լավ կլիներ, որ մարդիկ ավելի շատ հետևեն կանանց ֆուտբոլը, ավելի շատ ուշադիր լինեն, ավելի շատ գան խաղերը նայեն, աջակցեն մեզ, որովհետև իրականում այդ մեզ շատ ուժ է տալիս։ Երբ որ դու խաղում ես դաշտում, նայում ես տրիբունա ու տեսնում ես, որ մարդիկ կան, այդ քեզ ավելի է ոգևորում։ Ես այդ կուզենայի ասել, որ մարդիկ ավելի շատ հետաքրքրվեն կանանց ֆուտբոլով, որովհետև շատ գեղեցիկ սպորտաձև է ու գեղեցիկ է նաև, որ կանայք են խաղում, աղջիկները։ Նաև գալիս է ակումբներից, մեր ակումբը շատ ներդրումներ աջակցություն է անում մեր զարգացնելու համար ու կցանկանամ, որ բոլոր ակումբներն էլ այդ նույն աջակցությունը անեն ու զարգացնեն կանանց ֆուտբոլը։ Լավ, հետաքրքիր որ տարիքից է հնարավոր միանալ ձեզ։ Օրինակ, ես եմ ու հիմա ցանկություն ունեմ միանալ, արդյոք դա պրոֆեսիոնալ է, պրոֆեսիոնալի համար որ տարիքն է ճիշտ։
Կարծում եմ պրոֆեսիոնալի հենց Մանկ դեռ պետքա փոքր ժամանակվանից այդ քո մեջ լինի կամ արդեն սկսես մարզվել, օրինակ 6-7 տարեկանից։ Օրինակ կներեք ձեր տարիքում արդեն այդ սիրողական է գալիս, իսկ ընենց շատ փոքր տարիքից պետքա զբաղվես 6-7 ու այնտեղ արդեն եթե լավն ես, արդեն առաջ ես գնում։ Մարզչական գործունեություն եք արդեն ծավալում եւ մեր նախնական զրույցում ասացիք փոքրիկներին եք մարզում, ինչպիսին է այցելությունը հիմնականում ինչպես նշեցիք 6-7 տարեկանից իսկապես արդեն աղջիկներին ուղարկում են պրոֆեսիոնալ զբաղվելու համար եւ արդյոք ունենք բավարար քանակ, որպեսզի իմանանք, որ հետո կանանց սպորտը ապահով ձեռքերում է հայկական։ Մեր Փյունիկ ակումբում կան թիմեր, փոքր տարիքից սկսված, երևի 18 ավելի փոքր, կան աղջիկներ, շատ ունենք, մի քանի թիմ ունենք, ու Փյունիկը շատ հետևողական է այդ առումով, ու արդեն հիմիկվանից սկսվել է իրանց մոտ այդ ամեն ինչը։ Ես ինքս տղաների հետ եմ աշխատում, մենք տղաների հետ ենք աշխատում, բայց ունենք նաև աղջիկներ, որոնք աղջիկների հետ են աշխատում ու այդ զարգացումը աղջիկների մասշտաբով գնում է Փյունիկ ակումբում, շատ հետևողական է այդ առումով։ Եվս մի կարծրատիպի մասին եմ ուզում խոսել, երբ որ աղջիկները զբաղվում են մի փոքր այնպիսի սպորտաձևերով, ինչպիսին հենց ֆուտբոլն է կամ չեմ ծանրաձող են բարձրացնում, կարծես թե կա կարծրատիպ, որ նրանց էությունը բնույթը մի փոքր փոխվում է, տղայական են խոսում եւ պահում իրենց արդյոք համամիտ եք դրա հետ, ինչու եմ ասում, որտեղ երկուսիդ խոսալաձևն էլ շատ նուրբ, շատ կանացի ու վստահ եմ հեռուստադիտողի մոտ եւս այս հարցը առաջացավ։ Ինչպես եք համադրում այդ լինելով աղջիկ, այդ նրբությունը, տեսակը ու ֆուտբոլը օրինակ։ Հենց այդ է խնդիրը, որ մեր մենտալը հենց տենց է մեր հայ ազգի, որ մտածում են, որ աղջիկը գնա սպորտի, հաստատ կառուցվածքը մարմնի փոխվելու է, սկսելու են իրանց Քայլելու ձևը փոխվելու է։ Չէ, իրականում ոչ մի բան չի փոխվում։ Ունենում է սպորտային կեցվածք, բայց այն նրբությունները, որ կա, դու չես կորցնում։ Դա մարդու մեջից է գալիս, դու կարաս շտանգա բարձրացնես, բայց լինես նուրբ։ Բայց կան, որ հակառակը մեջից չկա, բայց ինքը նույն բանը անում է, բայց շատ կոպիտ ձևով է անում։ Կարող է երկրի կոպիտ։ Պետք է այդ ամեն ինչը, չգիտեմ, ինձ թվում է, որ պետք է մարդիկ հասկանան, որ մենք զբաղվում ենք սպորտով, ֆուտբոլ, որը մեր մոտ մտածում եմ, որ տղերքի համար է, բայց չէ, աղջիկների համար է, ու աղջիկներն շատ նուրբ են, մենք թիմում ունենք լիքը աղջիկներ, կանանցի, նուրբ, բոլորն շատ լավն են։ Այս միտքը լսելու համար էլ հարցս տվեցի, որպեսզի մեր հեռուստադիտողները վստահ եմ շատ աղջիկներ հիմա նայելու են ու ասելու են հետաքրքրվելու են նախ եւ ուզելու են եւ շատ մայրիկներ այդ կարծրատիպային հարցերով են առաջնորդվել։ Շատ նուրբ եք եւ գեղեցիկ եք եւ այո, դա չի խանգարում ֆուտբոլ խաղալ, ավելին Փյունիկ աղջիկները Հայաստանի կրկնակի չեմպիոն են։ Ինչ խոսք, սա պարտավորեցնող է, հետաքրքիր է դրանից հետո ինչ աշխատանքներ եք տանում եւ հոգեպես եւ ֆիզիկապես, այո, միշտ առաջ գնալու կարիքը կա եւ հատկապես երբ կրկնակի չեմպիոն ես, ինչ փուլում եք հիմա։ Մեզ այս առողջությանը մնացել է մեկ խաղ, որ արդեն չեմպիոն լինենք, վաղաժամ չեմպիոն։ Շատ պատասխանատու է մեր համար, որովհետև մենք պետք է մասնակցենք Չեմպիոններ լիգա որակավորման փուլին, պետք է ներկայացնենք Հայաստանը ու շատ պատասխանատու է մեր համար, պետք է Հայաստանը լավ ներկայացնել ու այդտեղից կարող ենք նաև ճանապարհ բացենք մեր փոքր տարիքի աղջիկների համար, որ այդ կարծրատիպները մենք կոտրենք, իրենց համար ավելի հեշտ լինի։ Օրինակ ծառայել։ Անի ազգային հավաքականի տեխնացու ձեզ ներկայացրեցինք, դա մոտ ապագայի մասին է խոսքը։ Որ արդեն ներառվեք։ Հնարավոր է, չենք կարող ասենք ոչ մի բան այդ առումով։ Ամեն դեպքում ինձ թվում է հեռուստադիտողը պետք է ձեր էջերին հետևի, որպեսզի նաև գան աջակցեն, ինչպես ասացիք, դատարկ տրիբունայում խաղալը այդ նույն հոգեվիճակը չէ, ձեզ մաղթում ենք լիքը տրիբունաներ, որպեսզի ձեր բոլոր մասնագիտական հաջողությունները եւ ձեր առաջ դրված խնդիրները հաջողեք դուք։ Շատ։ Շնորհակալություն, իսկապես սպորտը կյանք է եւ կարծում եմ բացարձակ նշանակություն չունի, թե ինչ սպորտաձևով է մարդը զբաղվում, այնտեղ որտեղ իրեն բավարարված է զգում, ուրեմն դա էլ հենց նրանն է։
Շնորհակալություն, իհարկե հաջողություններ ենք մաղթում եւ առիթ հերթական, որպեսզի հյուրընկալվեք մեզ մոտ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ֆուտբոլիստուհիների հետ էինք զրուցում, շատ գեղեցիկ, մարզիչ, ֆուտբոլիստ, նաև Մարինե Կարապետյան եւ ֆուտբոլիստ, ազգային հավաքականի թեկնածու Անի Կարապետյան, նրանք ներկայացնում էին Քյունիկ աղջիկներ ակումբը, ճիշտ եմ ասում։ Այո, Շնորհակալություն։